Դանիել, դուք պատրաստել էիք տեսանյութ Եվրասիական տնտեսական միության հետևանքների մասին, որի կազմի մեջ անդամագրվել Հայաստանի անդամագրման արդեն 2 տարին է։ Խնդրում ենք մանրամասնել ինչ արդյունք եւ ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանը այս 2 տարվա ընթացքում։ Տեսեք, 2 տարի առաջ դա նախ դա հիմնավորվում էր տնտեսությամբ, որ Եվրասիական տնտեսական միության անդամագրվելը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Թեև այդ անդամակցությունից ընդամենը օրեր առաջ բազմաթիվ պաշտոնյաներ, օրինակ փոխարտգործնախարարը հիմնավորում էին, թե ինչու դա մեզ պետք չի, այնուամենայնիվ այդ անդամակցությունը սկզբից հիմնավորվում էր տնտեսական անհրաժեշտությամբ։ Հետո երբ պարզ դարձավ, որ տնտեսական շահ դա չի բերելու, երբ կատարվեցին առաջին հետազոտությունները, դա սկսվեց հիմնավորվել անվտանգությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ռազմական դաշնակիցն է եւ սա անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության համար։ Մենք փորձեցինք իմի բերել այս 2 տարում ինչ է փոխվել տնտեսության ոլորտում, ինչ է փոխվել անվտանգության ոլորտում։ Օրինակ մենք տնտեսական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները մենք արձանագրեցինք, որ օրինակ անցյալ տարվա համեմատ այս տարի ՀՆԱ-ն դոլարով հաշված 10%-ով ցանկում է արձանագրելու, Անցյալ տարի Հայաստանի ՀՆԱ-ն 10.3 միլիարդ դոլար էր, ապա այս տարի առևտրի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ այն 9.3 միլիարդ դոլար կլինի։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն բնականաբար նույնպես շուրջ 10%-ով կընկնի։ Հայաստանի միջազգային պետական պահուստները 2-3 տարում նվազել են շուրջ 40%-ով կամ որ նույնն է շուրջ 1 միլիարդ դոլարով, Հայաստանի արտաքին պետական պարտքը աճել է շուրջ 10%-ով, Հայաստանի արտահանումը նվազել է կրկին։ Ընդ որում ինչը զավեշտալի է, հենց ԵՏՄ-ին անդամակցելու պահից, այս տարվա հունվարի սկզբից Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ նվազել է շուրջ 40%-ով, դա շատ մեծ թիվ է։ Այն պարագայում, երբ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ այս ընթացքում ավելացել է 6%-ով։ Առհասարակ ադրբեջանա-ռուսական տնտեսական հարաբերությունները շատ ավելի լավ վիճակում են, քան հայկականը։ Համացան համար ասեմ, որ օրինակ երբ 2 երկաթուղային պրոյեկտներ մրցում էին, դա Հայաստան-Իրան եւ Ադրբեջան-Իրան երկաթուղային պրոյեկտներն էին, որոնք պետք է Իրանը կապեին Սևծովի հետ, Ռուսաստանը, ռուսական երկաթուղիները ՌԺԴ-ն նախապատվություն տվեց Բաքվից դեպի Իրան գնացող երկաթուղուն եւ այնտեղ մտադիր է միլիարդավոր դոլարների ներդրումներ անել եւ ոչ Հայաստան-Իրան երկաթգիծը։ Վիճակը էլ ավելի տխուր է, բոլորս հիշում ենք դրամի արժեզրկումը եւ մյուս բոլոր խնդիրները։ Բոլորս հիշում ենք նաեւ անվտանգության ոլորտում, այս մի տարի անվտանգության առումով հատկապես նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք իշխանություն չէին եւ ոչ իշխանական ուժեր էին համարվում, նույնիսկ այդ ուժերն էին հիմնավորում, որ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի անդամագրելը հատկապես կարեւոր է անվտանգության առումով։ Այս 2 տարվա ընթացքում որտեղ առանձնապես դրսևորվեցին այդ անվտանգության երաշխիքները, առավել եւս ոչ միայն երաշխիքներ, նաեւ դրսևորումները, առավել եւս երբ Ադրբեջանը ակտիվ ուրեմն կրակահերթի տակ է պահել ժամանակ առ ժամանակ սահմանամերձ գոտիները։ Այո, այսօր մենք արդեն տեսանք, որ Ադրբեջանը հրետանային կրակի տակ է պահում սահմանամերձ գյուղերը։ Ես համացան համար ասեմ 13 թվականին Ադրբեջանը որևիցե հրետանային արգ մեր ուղղությամբ չի արձակել։ 14 թվականին տարկերի քանակը ընդամենը մի քանի տասնյակ էր։ Այս տարի մեր հաշվարկով արդեն 2200 արգ կրակվել է հայկական դիրքերի ուղղությամբ, հրետանային, ականանետային եւ այլն։ Եթե 13 թվականի համեմատ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը միավոր ժամանակում ավելացել են 3.5 անգամ։ Մեր ուղղությամբ արձակված փամփուշտների քանակը ըստ պաշտպանության նախարարության թվերի արձակվել են, ուրեմն ավելացել են մոտ 7 անգամ, Այս տարի արդեն, եթե չեմ սխալվում, մեր ուղղությամբ արձակվել է 420,000 փամփուշտ մոտ, դա ահռելի թիվ է։
Սա այս ընթացքում խոցվեց հայկական ուղղաթիռը, խոցվեց իհարկե ռուսական իգլայով։ Այս ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց 100 հատ T-90 տիպի տանկ, 100 միավոր այլ զրահատեխնիկա, 456 միավոր հրետանի, ուրեմն 1000 հատ իգլա հակաօդային հրթիռ, 200 հատ իգլայի ուրեմն այդ հակաօդային հրթիռի արձակման կայան, 1000 հատ բաստիոն տեսակի հակատանկային հրթիռ։ Այսինքն Ռուսաստանը ակտիվորեն զինում է Ադրբեջանին ի հեճուկս ԵՏՄ-ին գնալու մեր հայտարարության եւ այնուհետեւ հենց ԵՏՄ-ին անդամակցության փաստին, հա։ Երկու հատ բուկ տեսակի երկու դիվիզիոն, հա, բուկ տեսակի հակաօդային համակարգ է Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել եւ այլն։ Ուրեմն սա դիվերսիոն դերթափանցումներ, հա, պաշտպանության նախարարության 13 թվականին որևիցե դիվերսիոն հետախուզական խմբի կողմից չի եղել ներթափանցում։ Սակայն այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում մինչև օգոստոսի 1-ը արդեն 54 հատ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական ներթափանցում է արձանագրվել Հայաստանի ուրեմն ուժայինների կողմից։ Սա խոսում է այն մասին, որ անվտանգության ավելացում մենք չենք զգում։ Ես էլ չեմ ասում այն, թե ինչ ոչ միայն ինչ տեղի ունեցավ, հա, Գյումրիում, այն Ավետիսյանների ընտանիքի սպանդը, դա մենք կարող ենք համարել որպես պատահականություն, բայց այդ սպանդը նաև ցույց տվեց Հայաստանում գործող ռուս ուժայինների վերաբերմունքը պայմանագրերին, հա, հայ-ռուսական պայմանագրերին անվտանգության ոլորտում։ Դա օրինակ այն պայմանագրերն էին, որոնց համաձայն Պերմյակովը պետք է հանձնվեր հայկական կողմին, դա այն պայմանագրերն էին, որի համաձայն ուրեմն ռուսական կողմը ամենչապես Պերմյակովի փախուստի մասին պիտի հայտներ Հայաստանի ոստիկանությանը, հա։ Պերմյակովի մասին Հայաստանի ոստիկանությանը հայտնել են սպանությունից հետո, երբ արդեն շուխուր էր բարձրացել, նոր ասել են, որ հա մենք դեզերտիր ունենք։ Երբ ըստ պայմանագրի ամենչապես հենց հայտնաբերել էին զինված դասալուկության փաստը, պետք է ամենչապես հայտնեին Հայաստանի ոստիկանությանը, հա։ Այսինքն մենք տեսանք, որ ռուսական կողմը ի հայտ եկավ այն, որ Զվարթնոցի տակայանում ի հեճուկս հայ-ռուսական 92 թվականի պայմանագրի դեռևս նստած են ռուս սահմանապահները, հա, շատ լկտի կերպով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ որևիցե անվտանգության երաշխիք Ռուսաստանի կողմից կամ այն, որ մեր անվտանգությունը ավելացել է, որևիցե նման խոսակցություն առհասարակ անհիմն է։ Դանիել, թեև դուք մանրամասնորեն ներկայացրել եք հատկապես տնտեսական մասով կորուստները, որն արձանագրվել է Հայաստանում այս 2 տարվա ընթացքում, սակայն իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա պայմանավորված է համաշխարհային տնտեսական զարգացումներով եւ Ռուսաստանի հանդեպ արդեն արևմուտքի սանկցիաներով եւ այլն, որը այսպես թե այնպես իր հետևանքներն էր ունենալու Հայաստանի տնտեսության վրա, անկախ մեր անդամագրվելուց։ Դուք համաձայն եք այդ կարծիքների հետ, իսկապես այդ խնդիրները տնտեսական առաջացած չէին կարող շրջանցել։ Տեսեք, այդ խնդիրները իհարկե մասամբ դա ճիշտ է, ինչ որ մասով, բայց ես պետք է պնդեմ, որ միայն փոքր մասով։ Ինչու՞։ Որովհետև նախ կային բազմաթիվ մեխանիզմներ պաշտպանվելու այն ցնցումներից, որոնք տեղի ունեցան։ Մասնավորապես հայկական դրամի հետ կապված ցնցումը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին, դա կարելի էր կանխատեսել, դա կարելի էր մեղմել, դա կարելի էր դարձնել աստիճանական դրամի արժեզրկում եւ այլն, այնպես որ տնտեսությունը ոչ միայն չտուժեր դրանից, այլ անգամ արտահանում օրինակ դրանից շահեր, հա։ Սակայն դա չարվեց, իմ կարծիքով չարվեց ոչ կոմպետենտության հետևանքով, հա, կրկնվեց նույն սխալը, որ արվել էր 2009 թվականին, հա, երբ փորձում էին կուրսը պահել եւ ինչ որ պահի տեսան, որ դա անհնար է ու այդ պահին ուղղակի կտրուկ անկում եղավ։ Այն, որ Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը պակասել է, պայմանավորված է նաեւ ինչ որտեղ Ռուսաստան տնտեսության վատ վիճակով։ Բայց այնուամենայնիվ ես պիտի նկատեմ, որ Ադրբեջանի դեպքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը ավելացել է 6%-ով այս տարվա առաջին ամիսների դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հա։ Այդ ոնց է միջազգային, չգիտեմ, խնդիրները ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա չեն ազդում, ռուսական հարաբերությունների վրա ազդում են, հա։ Սա շատ լավ հակափաստարկ է, հա, որպես օրինակ սուտ։ Այսինքն այստեղ խնդիր կամ օրինակ կապված գազի գնի հետ, հա, մեզ ասում էին, որ մենք կստանանք գազի արտոնյալ գին, եթե անդամագրվենք ԵՏՄ-ին, բայց երբ մենք համեմատում ենք գազի գինը, որը ես, դուք
հերոստատիտողը վճարում ենք գազի դիմաց այն գնի հետ, որոնք Ռուսաստանի ռազմական թշնամի Ուկրաինայի բնակիչներն են վճարում նույն ռուսական գազի համար, պարզվում է, որ մենք ավելի շատ ենք վճարում, հա? Ինչու Ռուսաստանի դաշնակից պետությունը, ռուսական գազի պետության քաղաքացիները Ռուսաստանի դաշնակից երկրում ռուսական գազի համար ավելի քիչ են վճարում, քան Ռուսաստանի ռազմական թշնամի պետության քաղաքացիները։ Ձեր կարծիքով անդամագրումից հետո կարող էր անդամագրումը Եվրասիական տնտեսական միության դրական ազդեցություն ունենալ օրինակ էլեկտրաէներգիայի պարագայում, օրինակ դա հնարավոր էր, օրինակ չլինեին այն խնդիրները, եթե այդքան կարևոր էր մեր անդամագրումը եւ Ռուսաստանը այդքան մեծ նշանակություն էր տալիս, կարող էր եւ ավելի սահուն լուծվել այդ էներգիայի ոլորտում կապված խնդիրները, ինչը մեր երկրում տեսակ ինչ ցնցումների։ Տեսեք, Ռուսաստանի իշխանություններին այդքան էլ չէր հետաքրքրում այն բողոքը, որ կար Հայաստանի Հանրության մեջ։ Իրենք առհասարակ սովոր չեն հանրային կարծիքի հետ հաշվի նստել, հա։ Անգամ շատ ավելի շատ սովոր չեն, քան Հայաստանի իշխանությունները, որքան էլ որ մենք չմեղադրենք Հայաստանի իշխանություններին։ Ես ուղղակի ուզում եմ ուրիշ բան ասել, տեսեք, այդ իրականում այն գերշահույթներ, այն մեծ շահույթները, որ ստանում է Հայաստանի էլեկտրական ցանցերը, դրանք գնում են ՌԱՕԵ-ս, որի ուրեմն ղեկավարներն են Իգոր Սեչինն ու Բորիս Կովալչուկը, հա, որոնք նախ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերներն են, երկրորդը ովքեր Ռուսաստանի ամենաաղմկահարույց, ամենաթանկ կոռուպցիոն սկանդալների կիզակետում են միշտ, հա, ովքեր օրինակ արևմտյան պատժամիջոցների տակ են, հա, այդ մարդկանց գլխավորած այդ ահռելի բուրգում այդ գումարները կորում են եւ ակնհայտ է, որ դրանից եթե ոչ Պուտինը, ապա Պուտինի ընկերներ Կովալչուկն ու Սեչինը, հա, այսպես ասած քյար ունեն։ Այդ քյարը իրանց համար շատ ավելի թանկ է, քան այստեղած հանրային բողոքը։ Ի վերջո իրանց համար այս հանրային բողոքը ինչ որտեղ ընկալելի է։ Եթե դու ինչ որ մեկին թալանում ես, պարզ է որ ինչ որ մեկը պետք է բողոքի, հա։ Չեք միամիտ չէ որ կմտածի, որ կարող է թալանել ու թալանվողը չբողոքի։ Այսինքն իրենց համար իրենց թալանը Պուտինի ընկերների հարստահարվելը շատ ավելի կարևոր էր, քան այստեղ հանրային կարծիքը։ Դանիել, վերադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամագրվելու կողմնակիցների հիմնավորումներին, նշեմ նաև, հիշեցնեմ նաև մի հիմնավորում, օրինակ օրերս առաջին լատվականի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության падգամավոր Խոսրով Հարությունյանը ասաց, որ ինքը կոնկրետ կողմ է քվեարկել հենց Հայաստանին հետ պահելու Մայդանից, այսինքն այն դեպքերից, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Այսինքն իրականում ո՞րն էր ավելի լուրջ, ավելի արժանահավատ հիմնավորումը, ի վերջո ԵՏՄ-ին քվեարկելու ամենաարժանավատ հիմնավորումը ո՞րն է։ Գիտեք, ցանկացած վատ իշխանություն խուսափում է իշխանափոխությունից եւ քվեարկում է այնպես, որպեսզի չլինի իշխանափոխություն։ Այն, որ Հայաստանի իշխանությունները վախենում են Մայդանից, դա կամ առհասարակ իշխանափոխությունից, ես չեմ կարծում։ Ես չեմ կարծում, առավել եւս որ Ուկրաինայում հենց այդ որոշումը հանգեցրեց Մայդանի, հա, հենց այդ ուղուն, այդ ուղափոխությունը, հա, հանգեցրեց Մայդանին, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ ազգային ժողովում կան падգամավորներ, օրինակ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում Խոսրով Հարությունյանը, այդ թվում ովքեր Հայաստանի անդամագրվելը ԵՏՄ-ին երբեմն իրենց ելույթներում պայմանավորվում էին ոչ այդքան Հայաստանի շահով, ինչքան Ռուսաստանի շահով։ Սա էր խնդրահարույց, երբ փորձում են պայմանավորել Հայաստանի շահով եւ ինչ որ, չգիտեմ, թվեր են նկարում, ինչ որ աճպարությամբ են զբաղվում, դա դեռ ինչ որ մասով հասկանալի է, բայց երբ բարձրանում են ազգային ժողովի ամբիոն եւ բացահայտ խոսում են, որ մենք պարտավոր ենք Ռուսաստանի շահը պաշտպանել, Սա արդեն խնդրահարույց է, սա նշանակում է, որ մենք խնդիրներ ունենք պետականության հետ։ Ամենայն դեպս մենք ունենք падգամավորներ, ովքեր այդքան էլ կողմ չեն Հայաստանի պետականությանը, արդեն բացահայտ կերպով։
Այս ընթացքը ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո նաև վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է նաև Ռուսաստան օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ այս երկրները անցնեն ռուբլու արժույթի։ Դա ինչ հետևանքներ կունենա, եթե Հայաստանում կամ Եվրասիական տնտեսական միության մեջ գտնվող երկրները անցնեն այդ։ Գիտեք, նախ այդ խոսակցությունները անձամբ իմ համար բավականին ծիծաղելի են, որովհետև ԵՏՄ եւ հայ-ռուսական բազմաթիվ այլ պայմանագրերը ընթերցելուց այնտեղ բազմաթիվ կարգավորիչ գներ գրված են դոլարով եւ եվրոյով։ ԵՏՄ-ի մաքսային դրույքաչափերում գները գրված են դոլարով եւ եվրոյով եւ ոչ ռուբլիով։ Հայ-ռուսական գազային համաձայնագիրը կնքված է դոլարով։ Այսինքն ռուսական անգամ պետկորպորացիաները այստեղ գործում են դոլարային գներով։ Եթե Ռուսաստանը այդքան ուզում է անցնել ռուբլի, նախ թող մեզ, չգիտեմ, սկսեն իրենց պետկորպորացիաները ռուբլիով ենթադրենք գազ վաճառել, հետո նոր շարունակեն խոսել դա, հա։ Դա ուղղակի անլուրջ խոսակցություններ են, բայց եթե ինչ-որ վարչական ռեսուրսի կոպիտ կիրառմամբ դա տեղի ունենա, դա իհարկե մեզ չափազանց ձեռ չի տա, որովհետև այնուամենայնիվ ռուբլին շատ ավելի արագ է արժեզրկում, քան հայկական դրամը, իսկ այդքան արագ արժեզրկումը ուրեմն իմպորտի վրա նստած երկրին շատ վտանգավոր կլինի եւ գնաճը իհարկե շատ ուժեղ կգերազանցի աշխատավարձների աճը եւ հանրության գնողունակությունը շատ ուժեղ կլինի, եթե դա տեղի ունենա։